Amen. Խաչի կորում Քրիստոս երկիր բականել, հարկ ու խաչի ալելույա, քիչելով այս շարագանով պիտի խնգարգեն Տեր Հիսուս Քրիստոսի խաչը։ Իրապես խաչը քրիստոնեության կորութանիշն է, սամբոլն է։ Մեր սերուն վրա կգահենք, այդ նշանով սուտ միրոնով կգնկվին, մեր եկեղեցիները և մեր տուները զարդարված են և քրիստոնյաները խաչաբաշտ ժողովուրդ են։ Այնքան կարևոր այս խաչը և անոր պատճառ եղած դեպքը ավագ դիպատ այս ժամերուն պատահեցավ։ 12-ին մինչև 3։ Եվ հատկապես մեր եկեղեցի համար տարօրինակ է, թե ինչու համար այս արարողությունը այսպես շատ, ինչպես ասենք, ժողովրդական չէ, փախտացման մյուս արարողություններում։ Համայն քրիստոնյա աշխարհի պատկերը դարձել է։ Մյուս քրիստոնյա եկեղեցիները ավելի շատ քննադեն այս բանը։ Ուրբաթ օրը 12-ին մինչև 3։ Տեր Հիսուս Քրիստոս խաչ մնաց այդ ժամանակի ընթացքին և իր սուրբ արյունով փրկեց մեզ, իր ոգին ավանդեց և խաչը իրականացրեց։ Ուրեմն շատ կարևոր ժամանակաշրջան է։ Ոչ միայն 3 ժամերը, այլ մենք քրիստոնյաներս ամբողջ տարի այս 3 ժամվան մեջ ինչ եղած է անունասին գտորենք, կքարուսենք, կմտածենք և կպաշտենք։ Հետևաբար կարժեր իրապես, որ պետք է մեր ժողովուրդը ավելի ուշադրություն դարձնել այս պահում։ Արևմուտքի մեջ մարդիկ իրենց ամբողջ գործը կցկեն, խանութները կփակեն և ժամը 12-ի եկեղեցիները կլեցեն։ Բոլոր եկեղեցիները, կաթոլիկները, պողոտականները, աղանդավորները, որովհետև ճիշտ այդ պահն է, որ Տեր Հիսուսի չարչարանքներում և խաչելության մենք մասնակից կտանք։ Ինչ պատահեցավ, Տեր Հիսուսն ինչ համար խաչվեցավ, Տեր Հիսուսի խաչված ժամանակ ինչեր եղան, այդ բոլորը ինքնին մեկ-մեկ քարոզներ են։ Հետևաբար այդ բոլորը վերստին այս պահում քիշել, պատմել, փածախել անգարելի է։ Քիչ առաջ սակարտացած ավետարաններում ամեն մեկ նախատասության կարելի է մեկ քարոզում։ Այնպես որ մենք եկեք ամենեն հիմնականի մասին մտածենք, թե Տեր Հիսուս ինչու համար խաչվեցավ, ինչու համար Աստծո որդին դիեզերքի ստեղծիչը մարմին արավ, եկավ և այդ զորավոր հրաշքները հետո փրկեցին, հալածեցին, չարչարեցին և խաչեցին և Տեր Հիսուս հանձնելու եղավ այս բոլոր չարչարանքներում։ Ինչու համար։ Մենք քրիստոնյաներս լավ գիտենք, որ ասիկա Աստծո ծրագիրն է։ Աստված այդպես որոշեց ժամանակներն առաջ, մարգարեների միջոցով արդեն գրված է, որ Մեսիան փրկիչը պիտի գար և ինքը աշխարհին գրավել է առաջ, աշխարհի թագավորը տուլանել առաջ, մարդկությունը փոխել է առաջ, չարությունը և սատանան այս աշխարհին մաքրակորձել է առաջ, պետք է ինքը հալածվի, պետք է ինքը դանչվի, պետք է ինքը մեղքերուն բարդակի վիճակի։ Մարգարեները խոսեցան աստոր մասին, զորօրինակ Եսայի մարգարեն Քրիստոսեն 700 տարի առաջ ապրած, ինքը կարծես թե խաչելություն տեսած է աչքերով և հոնդերս է, ով իմացավ, որ ան մեզի համար մերավ։ Ամոր վրա ընկած այս հարվածները իրականության մեջ մեզի համար է։
Անոր վերքերով մենք ուշվեցան, ասպաս մեր բոլորին մեղքը անոր վրա տալ, և աստո աչքին հաճելի է, որ անիկա դանչվի, զոհվի, որովհետև անիկա փրկություն բիլիպել է և շատերուն փրկության պատճառ բիլիպել։ Ուրեմն 700 տարի առաջ Եսայի մարգարեն այսպես ասել և այդ իրականացավ ժամանակը երբ որ եկավ։ Երբ որ ավետարանները հետևի ուշադրության, ամեն մեկ որ կդարվի Հիսուսի մասին, հետո ասել, քրված է որովհետև այսպես ունալը քրված է։ Ուրեմն այս բոլորը մեզի ցույց կտա, որտեղ Հիսուս արգասով չներավ։ Դեր Հիսուս չներավ, որովհետև իր թշնամիները շատ ուժեղ էին, շատ զորավոր էին, շատ խելացի էին։ Դեր Հիսուս չներավ, որովհետև Դեր Հիսուս հեղափոխական էր անոր համար։ Դեր Հիսուս չներավ, որովհետև իր կողմնակիցները դգար էին։ Չէ, Դեր Հիսուս մեռավ, որովհետև մեռնի ուսից։ Ասիկա շատ սխալ է։ Դեր Հիսուս եթե մեռնել չէ ուսել, քրաշ գործելու ապետություն է, պարտապես եթե պաշտպանել ունեն, իր արջևը հանված սուտ վգանել ուսել, որ սուտ վգոսի, սայ է, պիտի փրկում է, և Պիլատոսը զարմանան, ասել ինչ չես պաշտպանել ունկեսի, նաև ինչ չեն ուսել, թու մարդ չես, քար ես այսպես, չիչելու պիտի վերցնենք ես է, ոչխար ես տուն, և Քրիստոս սավոր հայ ես ոչխար է, ես սովվելու կերտա, սիրով կերտա, անոր համար եկեսվոր սամոններեն մեկն է, չեն քարդուկը և իր ուսին արած խաչկը։ Շատերը գսեմ, որ ինչ գործ ունի քարդուկը մեր իրեիցի մեջ, այս է քարդուկը, Հիսուսն է, Քրիստոսն է։ Այն քարդուկն է Հիսուսը, որ իմ դագարանի մեջ մովսիսական օրենքով մեղքերը կամելու համար գնորդվել, որովհետև մովսիսական օրենքին համաձայն մեղքին բանիշում այն, բոլոր մեղքերը բանիշում այն։ Հիշեցեք, որ Ադամ և Եվան միայն ուդու ուտելով զրկվեցան այդ կյանքի մենաշնորհում են Աստծու հետ ուլալեն և Աստծու և մարդու միջև այդ բարձ մեղքի պատճառով մահում են։ Հետևաբար, ամեն անհնասանություն, ամեն մեղք Աստծու մեկ ու թաշնեմ էսի և մահում են։ Հետևաբար մեղքի բանիշում մահ է։ Եվ Աստծու համար Մովսեսը ասաց է, որ մեղավոր մարդը ինչպես պիտի արդարանա Աստծու առջև զոհերով։ Զոհ բիլբերել, ոչխար բիլբերել, գադարյան ոչխար բիլբերել, և ցերկ ոչխարի վրա բիլբերել, այդ սալսել է, ես մեղավոր եմ, մեղքես պատիժը մանեկտել, իմ դերս այս ոչխարը բիլբերել։ Քահանան ոչխարը գարներ, կնորդել, արմունը գտապվել, արմունը կսլծկվել դաջարի վարակնուրին, միսը կպաշնվել քահանայի և զոհ թերողի միջև, մնացյալ գայրերին և այսպեսով այդ ոչխարով մեղքին պատիժի բվճար է։ Մենք այլևս զոհ չենք պատուսարել, ինչու՞ն, այլևս մենք ոչխարները չենք մորտել, մեղքելու համար, ինչու՞ն, որովհետև Հիսուս Քրիստոս ինքը եղավ այդ քարտուղը, որովհետև մարգարեները ասին, որ ցեցի չփրկել քարտուղներու, բովերու, անասուններու արմյունը, որովհետև անոն ստվեր է, օրինակ է, անոն հավասարությունը չեն գնար ապահով։ Եթե դժիրի վրա տնեք, մարդուն հավասարը անասուն չէ, ոչխար չէ, մարդուն հավասարը մարդ է։ Հետևաբար, որպես եթե ես մեղքես փրկվին, ոչխարի արմունը չփրկես, մարդուն արմունը ինձ համար հապված կփրկել, բայց ինձի սեցմե ոչ մեկը չգնար փրկել, ոչ ամ մարգարեները գնան փրկել ինձի, ինչու, որովհետև դուք ալ մեղավոր եք, մարգարեն ալ մեղավոր եք,
Հետևաբար մարդը ուրիշ մարդուն համար չի գնալ իր կյանքը գնալ, որովհետև մարդը ինքը մեղավոր է, ինքը բարկավոր է։ Եթե օրինակը դամսեցի, ասենք որ սեր ընկերը բարդ ունի պետության 500,000 և ծեզի կուկա ասա որ թուն հարուստ մարդ եք ինձ եկուր կեֆիլ եղի որ ես թուն կվիճար ես անիգա և թուք հատ երթակ ասեք որ ես թուն կվիճար եմ ասոր բարկը հոգմիլ եք ասիգա պանպիտ ունեք լավ ուսել եք թունը թու դետրագիտ նայի հարուսան թունավ 50,000 բարդ ինչ պիտսեն որ թուն նախ ու բարդ Սուտ կիրքի մեզ վստակ երում սորվեցնեմ, որ մենք մեղքով աշխատում ենք, ատամական մեղքով, այսինքն նագավին ոչ մեկ բան չենք գրած, ոչ մեկ պարտ չենք խոսած, մեր որով այն են աշխար եկած ադենը արդեն մենք ատամական մեղքի անեցքի դարն են։ Հետևաբար նույնիսկ մանուկը մեզի համար չի գնար սովորումը։ Հետևաբար անուրավան Աստված պատրաստեց ճշմարիտ քարնուկը Հիսուս Քրիստոսը, որ անիգա հրաշքով Սուրբ Ուրուս Մարիամ Աստվածածներ մարմին արավ։ Իր մեջ Աստված կար, աստծում է Աստված, Մուսել լույս ճշմարիտ, աստծում է ճշմարիտ Աստված կար, հետևաբար մեղք չփորձեց։ Այնպես որ բաղության մեջ միայն մեկ մարդ կա, անմեղ ծնած է, անմեղ ապրած է և անիգա մերնելու պետություն։ Միայն անիգա մերնելու պետություն է, այս անիգա մերնելու համար ծնած է։ Այսինքն Աստված պատրաստեց անիգա որպես քարնուկ մեր բոլորին համար, անոր համար լուրեց, անոր համար չպաշտպանեց, եթե պաշտպաներ ինքը կփրկվեր, բայց ես երթում մեղավոր մեղքերում դարձը կունայի։ Ուրեմն դեր Հիսուս աստոր համար խաչվեցավ, մեծ սիրուն համար, որ երկինքեն երկիր նայեցավ, մեզի տեսավ, որ մենք բոլորս մեղքին տակը ծաղկված ենք, մենք բոլորս մահվան պատճառով սարսափիկ, և ինք եկավ մեղքի և մահվան խնդիրը լուծելու համար մեզի համար։ Մյուս բոլոր գործերը, որ Հիսուսը աշակերտներ հասցուց, ուսուցումներ տվավ, հրաշքներ գործեց, մարգարեը գնալ, բայց մարգարեը չեն գնալ մեզ համար զոր ուլալ, մարգարեը չեն գնալ մահը հաղթել։ Ուրեմն դեր Հիսուս կավ ասիա, միայն ինքը գնալն և աստոր պանալին խաչն է։ Այս խաչը պանալին կման չէ, իրավես պանալին է։ Այդ երկու մեծ հարցերը դեր Հիսուս Քրիստոս խաչով լուծեց։ Խաչին վրա իր արունը թափելով ոչխարի վես մեղքի փրկակիրը վճարեց մեզի համար։ Մեղավ քերեզման թվեցավ և քերեզմանեն հարություն առնելով մահվան հաղթեց։ Ուրեմն խաչը այս առումով փանալին է և իր ժամանակի ոչքով չգրցավ հասնալ, ճիշտ հակարակ զարմացան, իր թշնամիներն ալ զարմացան, թե ինչ համար այսքան քիչ եղավ այս գործը։ Ավելի դժվար դին կպատրաստեի, բայց շատ քիչ եկավ։ Աշակերտները մենք եկավ, հանձնեց, շատ քիչ եղավ, պարդեսի մեջ իրեն թռնել, ճիշերով, ամիջապես հալեցին միասնաբար, ոչ մեկ մայր չարգարակեց, մահման կատապարտեց, Պիլատոսին դարին, Պիլատոսին կանի պանեն սապաչքի մատրեց, և խաչեցին, սպասեցին, որ խաչի վրա դրաշ և այն ունեն, համ ունենա արդյոք, այս անալ չեղավ, շատ քիչ է։ Եվ բոլոր այդ քիչ գործերն պիտի կասկածի։ Ուրեմն, բայց դեր Հիսուս ուներ ուրիշ օրակարգ, ուրիշ ծրագիր, ինքը գիտեր, որ խնդիրը լուծելու համար ճիշտ խնդիրին մեջտեղ է դրված։ Հերոյեն չես կրնար լուծել։ Մեղքը լուծելու համար մեղքին ճիշտ մեջտեղ է դրված։ Եվ դեր Հիսուս մեղքին ճիշտ մեջտեղ ուտավ։
թավաճանության մեջ մտավ, տրամասիության, արձանասիության մեջ մտավ, քաղաքական և կրոնական թավերու մեջ մտավ, մարդասպանության ներքին մեջ մտավ, հոնդե ժողովուրդները խաբելու, սխալ առաջնորդելու մեղքի մեջ մտավ, կայսերապաշտության մեղքի մեջ մտավ, ճիշտ հոնդել կեցավ, խաչը իրականության մեջ այս բոլորն է, իրապես այս բոլոր մեղքեր եկան Հիսուսին վրա կարգեցավ և Հիսուս խաչին վրա այս բոլորը ստանցնեց և մեկ անգամ ու միշտ մեկ անգամման զոհվան ինքը աշխարհի մեղքերը վերցրեց։ Ինքը Ադամեն ինչե վերջին մարդը բոլոր մարդոց մեղքերը հավելու համար զորություն ունի, որովհետև մահը Աստծո որդի մահն է, բարձ մարդու մահը չէ։ Դեռ Հիսուս բոլոր մարդկությունը գտնապրկել, որովհետև ինքը միջնորդ է Աստուծո և մարդու միջև։ Աստված է Աստծուն է և մարդ է մարդոսն է։ Երկուքն ալ է, ինչպես որ գավուչը երկու եզրերուտ ոտքեր ունի և գավե երկու եզրերը, ուրեմն Հիսուս Քրիստոս մարմինով, մարդության և հոգիով աստվածության միացուց մարդություն և աստվածության։ Իր մեջը մեղքերեն ազատում կա, ով որ այդ կամության կանցնի, փրկություն կգտնի։ Հետևաբար այդ կամուչը դեպ Հիսուս Քրիստոսին խաչն է։ Մենք խաչին գնային ոչ թե չարչարանքով և հալածանքով, այլ մենք գնային լույսով։ Անորամար հայ եկեղեցիի աստվածապանության մեջ շատ կարևոր սկիզբ շեշտավորում է։ Հայ եկեղեցիի մեջ խաչելու վրա պատկերով, արձանով խաչված Քրիստոս չկա։ Կաթոլիկները շատ գործած են այդպես։ Փողոքականները պարզ խաչ գործած են, իսկ մենք խաչին նայածները ձախի կտեսնենք, բտուր կտեսնենք։ Խաչի կտեսնենք գենանց ծար, կյանքի ծար։ Անորամար մեր խաչքարերը ինչպես են սարքապից են, ծաղի ծար, կանքեր դարդեն։ Ինչու, որովհետև խաչը իրապես մարդուն գործունցուցած, թրախտին մեջ գործունցուցած այդ կյանքի ծարն, որ մարդիկին արդեին և իլուտեին և ամահ իլուտային։ Մեղքերերոյի շեղավ աստված հերացուց մարդը թրախտեն և այդ ծարին աչևալ չերողները դնգեց, որպես մարդը չմոտենան և չուտեն։ Հիմա խաչը և այդ խաչի վրա խաչված կրգիչը մեզի համար գենած ծար։ Հիսուս Քրիստոս դուք ամեն բադարակին ենք, ինչ կնենք։ Հաց ու կինին Քրիստոսի մարմինին և արմինին կվերացը։ Այդ է կյանքի բուղը այն է ասպես համար։ Հավիտենական կյանք ստանալու միջոցը այդ է խաչին վրա մեզ համար խաչված, որ այլևս հոնդե արումով մեկը չկա, այլ իր ցերքերեն և ոտքերեն կյանք շայնքով, կյանք դումով, կյանքի աղբյուրը կա մեզ համար։ Անորամար խաչին ենք գնային որպես զորության ուժ, որպես ուժ, հոն Աստուծո մեծ սերը և մեծ զորությունը մեջտեղի կա։ Որոշ կրոպկերու մեջ և թարերու ընթացքի մարդիկ միշտ զարմացած են, թե ինչու համար դուվաշտեք դգար Աստուծո։ Աստված որ ինքսին չի գծած կրգել։ Իմ երևակայած Աստվածս պետք է այդ խաչեն բարիչնար և հոնդերեն մեկ ծեպ շարժումով կետնի երկուջին պաշներ և հոնդեր բոլոր տողները կետնին տակն ունի։ Եվ հետո և ինքեն գայցակներ իչեցներ։ Սուպերմենը այդպես կներ, չէ։
Ես 11 տարեկանից ավետարան գարտալու սկսա, երբ որ կուկայի այսպիսի խաչվելու փաշուներում, ինչպես կտանչեն իրեմ, ինչպես կտկնեն, կծեցել, հոնդեքին մանկական երևակայությամբ գսեի, որ ես ապայտպես տեքստաս կոմիքսպես կդուլայի երավունը, երկայի բոլոր անոց պերանները չարկեի և Հիսուսը բրգեի։ Այս հետո հասկացա, որ ճշմարիտ զորությունը Հիսուսին համար խաչվին է։ Վատ չնալ չէր, ամենեն թյուրինն է Հիսուսին համար։ Աստծո համար թյուրինը այդ է, Աստծո համար թյուրինը դգարը, սիրո համար դգարը, սերը դգարացն է։ Իմ սիրո բատկեցին չգիտեք, Իվանկանոցը գարկ սպաս է, երգասարկյան դարներուս, քյուղացի գիմը նստաց է հողս։ Այսպես կլխաշտորով, քյուղացի և մանուտումներ է չիկը, 4-5 տարեկան, ցավն է, հայտնի է, որ մանուկի համար եղած էր, գարկ սպաս էր, մանուկը դան չներ։ Ուրեմն սկսա, որ մազեր կաշտում, մայրը սետի գարն էր, կմանուկ էր, հետո սկսա, որ ապտակ սարվելու, ան գրդին հանտուրեց սավակել, հետո պատտուվեցավ որ մամայի, հանտուրեց իր մաման, լացավ, և մաման հոն է, ապտակի համար աղոն է, հանտուրի համար աղոն է, ինքը կհանցներ իր մազերը, որ կաշեր չմահանգստանան, սերը զորություն է, և ասված այս սերն է, ասված իր սիրո պատճառով մեզի համար և մեր արջևը դգար դարձավ։ Այս է զորություն։ Այս է, որ շատ գրողներ չեն հասկնալ քրիստոսության աստված։ Անորաբար, երբ որ վարկանանց պատերազմեն առաջ Բարսի թագավորս է, այդ ինչպիսի թուրքի չէ, որ գավադակ խաչվեր է, ինձին չեգրծած թուրգեր է։ Եվ հայերը բադասանեցին, որ սեցի բագաս պատները, նաև անգահալքնա։ Ուրեմն, իրապես, Պողոս Արաքյալը շատ վորդավոր խոսք ունի, ասված անոր սկսել, որ իմ զորությունս դգալության մեջ կամ ողջացվի։ Հետևաբար ասված դգալ գնալ, դգար ալունալ, ամենազորավորը ամենեն դգարն ալունալ, ամենեն հարուստը ամենեն աղթարը գնալ, նույնիսկ իր ծնունդով Իսուս ասիգացուց տվավ, ուր ծնավ ախորի մեջ, մստուրի մեջ, ուր ծնավ ծնվերի տեղ չուներ, ուր ծնավ որպես փախստական նզավ, աղթարության մեջ ապրեցավ, Հիսուս փամվոր է, փորձավոր է, այսինքն ասվածս է, որ ես այսպես ալգնամ իսկել, սեզամար մրծաման չէ, ես ասիգե ալգնամ ապրել, սեզամար փորձավոր ունալը փոքր փամուն է, ամենը փատուն ունալուս է, ես փատուն եմ իս ասվածար, բայց ես փորձավոր ալգնամ, և մենք բոլորս գվահնան փասմությունները, փասմությունները մեզ արհամար են, և Քրիստոսս է, ես անգար ունեմ, ամբողջ աշխարհի մարջերս կդգրի և երեսից կդգել, ես անգար ունեմ։ Մեզ համար ապտակի ամենը մեծ սարսափայր բան։ Սկեցեք ապտակի մեկի մեզ խոսքով ամնոս է, ամոր աչկու կորելուս է։ Դգարություն է մեզ համար, ով ինձի համար, իմ երեսից, իմ գետևես խոսք գնաս է։ Եվ Հիսուս դսել որ շարքի գդեպ և ամենը ապտագեց է ինձ, ես գրնամ։ Մենք սարսապին և Հիսուս 39 անգամ մտրակվեցավ, իր միսերը դոր եղը։ Մենք վահան Հիսուսա որ զարգեցեք,
ավելի խորում ծաղեց ես կնա փոքրիկ ասելը գմտնեն կամ մեր ոտքին փուշու գմտնեն ինչ են կաշեն մերու եթե ոտը մեր օրը գխավար է Հիսուսին ծերքերը ոտքերը խոշոր կամերով կամեց Հիսուսա որ կամեց է ես կնամ Հետևաբար այդ դգարություն չէր այդ զորություն էր և այդ զորությունը Հիսուս ցույց տվավ խաչի վրա խաչը խորհրդանիշ Պիտի խորհրդացենք անօգնած սրելինը ոչ թե այս 3 ժամերում այլ 365 օր որովհետև մենք բոլորս խաչագիրներ ենք խաչով միլոնված ենք մեր ամբողջ կյանքը ինչպես Պողոս արաքյալը Քրիստոսի խաչին խորհուրդները հաստնալով պետք է անցնեն և Աստծո համար շնորհ պետք է լսել, որպես Աստված քանա հետս է ինչ քահաններ կա խաչի վրա, ինչեր ունեն և ինչ զորություն Ուրեմն այսօր եկած ենք հարգանքով դեպ Հիսուս Քրիստոսի խաչին առջև ելնալու և բաշխելու, ասելու համար թե դեպ Հիսուս մեծ է քո խաչի զորությունը Թուն ինձ համար խաչվեցար, իմ մեղքերս, իմ ցավերս թուն քաշեցիր, ես պետք է խաչվեի թուն խաչվեցար ինձ, շնորհակալ եմ քեզ։ Ուժ տուր ինձ, որպես ես հալ խաչ կուրեմ, որովհետև Հիսուս օրինակ անցրացավ մեզի և իսե ով որ իր անցուշրանը և իր խաչ ամեն որ չարներ և իմ ետևը չկա արժանի չէ ինձ։ Հետևաբար չենք մնալ միայն խաչով բարնանալ։ Այդ խաչը նաև մեզի պետք է օրինակնա և մենք պետք է ասենք, որ մենք ինչպես խաչ կրնանք գրել, հանուն արդարության, հանուն սիրո, հանուն եղբայրության, հանուն մարդության, մենք ինչ կրնանք գրել, անոր ետևել պետք է մտածենք և խորհրդացենք։ Եկեք Տեր Հիսուս Քրիստոսի խաչը մեզ մտապներենք և խաչարին առիչև զուգնտրենք, բաշխենք Երկրվակեն, խնգեն և իսենք հարկ սուր խաչի ալելույա։